Para İnanılmaz fotoğraflar, bazı kısımlar aşkıdan filan güzel kanatçılar bazı kısımlar tekrar mesela bir tane bazı kavga için gerekmiyor da. Mas ճանապարհ ես հատկացող ասպասում։ Հիմա ենթադրում եմ իմ այցի կապակցությամբ ճանապարհը մաքրվել է, չէ՞։ Ճանապարհը կեղտուտ է։ Այսինքն մաքրության ստանդարտը դեռ չունի։ Ինչն ենք հավանում, մաքրում, ինչն ենք հավանում ոչ մաքրում։ Մեր հանրապետությունում համարյա սերգույն ասֆալտ չկա։ Բոլորը այս ավազի գույնի, փոշու գույնի ասֆալտ։ Թեև չեմ կարող։ Այսինքն ասֆալտը, պարզը չեմ ասում մյուս սևությամբ պետք է այն որ պարզավոր բան, բայց այստեղ խնդիրն է, պետք է հասկանալ ոնց է։ Գոնե գիտեք ինչ այն ճանապարհները որ նոր անում են, այդ ճանապարհները, այսինքն փորձ ենք ամեն ինչը նոր ստանդարտով անել, մեկը բոլոր ճանապարհները չեմ կարելու սպասարկել այդ վիճակին պահել, որը նոր դրվել է, նոր արվել է, դրանք անենք, որովհետև մյուսները sense տենես մաշած են, դա չեմ կարող անել։ Այսինքն որ ինչ որ դինամիկա է այն։ Ուրախ եմ ձեզ մեր շնացող քաղաքում տեսնելու համար պարոն վարչապետ։ Դժգոհ ենք շնացման տեմպերից։ Չէ, երևում է ահագին լավ բան, ահագին բարեփոխություններ կան։ Ես տեսնում եմ ինչը լավ է, տեսնում եմ ինչը վատ է, տեսնում եմ։ Ինձ հուշելու անհրաժեշտություն չկա։ Ես եթե խնդիրներ կան, խնդիրների մասին է։ Խնդիրները տնակների հարցն է։ Հիմա ասենք ձեր նկատմամբ տնակը ոնց է ձևավորվել ժողովուրդ։ Քաղաքապետարանի կողմից ասենք որ վերենք։ Երկու կատեգորիա կա, մի կատեգորիա եւ որ պետությունը ունի պարտավորություն, ասենք երկրաշարժի հետևանքով մարդը տուն է կորցրել։ Մի րոպե, եւ երկրորդը որը չունի պարտավորություն, մարդը ուղղակի տնակի մեջ է։ Պետության գործը այն է առաջին հերթին, ում նկատմամբ ունի պարտավորություն։ Ում նկատմամբ ունի պարտավորություն, այդ պարտավորությունը կկատարենք մենք, որովհետեւ հիմա ընդհանուր առմամբ կատարված է, բայց դեպքերն ի հայտ գալիս, որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով ֆիքսված չէ դեպքը։ Ում նկատմամբ չունի պարտավորություն։ Սա մենք պետք է հստակ տարբերակենք, որովհետև երկրում շատ խնդիրներ կան, այդ թվում բնակարանային եւ այլն, մենք պետք է հստակ հասկանանք, ում նկատմամբ պետությունը պարտք ունի եւ ում նկատմամբ պետությունը պարտք չունի։ Նրանց նկատմամբ ում նկատմամբ պետությունը պարտք չունի, այդտեղ մենք առնվազն այդ բանաձևով անելիք չունենք։ Նրանց ում նկատմամբ պարտավորություն ունի, ԲԳՎ-ները կտանք, տները կառնեն, պայմանով որ ով ԲԳՎ պետք է այդ տնակները քանդվեն պարտադիր, ուրիշ պայման չկա, որ ԲԳՎ-ն վերցեն տունը ձեռք բերեն, ցավոք տենց դեպքեր կան հանրապետությունում, որ ԲԳՎ-ն վերցնում են կամ բնակարանա ձեռք բերվում, հետո ընտանիքի մի մաս շարունակում է տնակը պետք է քանդվի, որովհետև տնակը ենթադրում եմ համայնքային հողի վրա է, չէ՞։ Այսինքն այդ հողը պետք է վերադարձվի համայնքին։ Իսկ նրանք ում նկատմամբ պետությունը պարտավորություն չունի, դա ուրիշ թեմա է, դա այդտեղ ես չեմ կարող որևէ բան ասել եւ նույնիսկ որևէ բան խոստանալ։ Ես հասկանում եմ ձեր ասածը, ընդունում եմ ձեր ասած վիճակի մեջ կարող եմ մտնել, գիտեմ ինչ իրավիճակ է դա, բայց այնուամենայնիվ մենք պետք է հարցերին ճշգրիտ վերաբերվենք, որովհետև ասում եք խաբել, որպեսզի ձեզ հնարավոր չլինի խաբել, ոչ թե ով ուզենա խաբի, ով չուզենա չխաբի, որպեսզի ձեզ հնարավոր չլինի խաբել, դուք ձեր իրավական կարգավիճակը պետք է ճանաչեք, դուք պետք է իմանաք ինչ վիճակի մեջ եք դուք, որպեսզի որ մեկը գա ձեզ բան ասի, դուք գնահատեք այդ ասածը ըլնող է թե չլնող է։ Եկեք կենտրոնանանք ինչ որ հնարավոր է լինող է, կենտրոնանանք այդ թեկուզ քիչ է, անենք շատ բաներ չխոստանանք, որը մեկը սենց տենենք, իսկ լավ է։